Միայն ջերմուկով չեմ կարող դատել, բայց դա հնարավոր է, որովհետև պետք է սպասել, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները վատանալու են եւ Ռուսաստանը փորձելու է պաշտպանի իր օրինական շահերը։ Նույնը վերաբերում է կոնյակին, որի մեծ մասը չի համապատասխանում որակին, որի մեծ մասը աղբ է պատասխան, չեմ ասում բոլորը, բայց մեծ մասը։ Նույնը վերաբերում է այլ գյուղատնտեսական մթերքներին, նույնը վերաբերում է հագուստին, արդյունաբերական արտադրանքին եւ այլն։ Արդեն վերջին մի տարում դրանք առևտուրը պակասել է շուրջ 2 անգամ, որովհետեւ այդ առևտրում միշտ արկա էր այն, որ Ռուսաստանը սուբսիդավորում է Հայաստանի տնտեսությունը, իսկ հիմա ասենք ինչին է պետք Ռուսաստանի այդպիսի առևտուրը, երբ որ հայկական պետությունը հայտարարում է, որ ինքը գնում է Եվրոպա եւ Ռուսաստանի հետ չի ուզում գործ ունենա եւ Ռուսաստանից ընդհանրապես թեքվելու է հենց որ դառնա իբր թե Եվրամիության անդամ, որը երբեք չի դառնա։ Որ ասեցի, որ մոտարապես այստեղ են արել, համընկնում են գնահատականները, մոտ 7 միլիարդ ակտիվների ներհոսք դեպի Արմենիա, դեպի Հայաստան կպակասի, արդյունքում Հայաստանում կտեղի կունենա մակրոտնտեսական ցուցանիշների վատացում 25-30% եւ կենսամակարդակի վատացում մոտ 35%։ Եթե Ռուսաստանը ասի, ոչ թե սանկցիաներ կիրառի, ասի, ես զրկում եմ Հայաստանին այն առավելություններից առևտրի, որ հիմա ունի։ Այսինքն, ինչպես են ասում ռուսերեն, լգոտաները, ես այդ լգոտաները հանում եմ։ Հայաստանը դառնում է համմրցունակ։ Ես ընդհանրապես նրա երկրապագուն չեմ, որ մեր հարցերը շատ վատ լինեն, վերաբերվեն վատ Հայաստանին, բայց ես հասկանում եմ, որ դա անխուսափելի է։ Ոնց դու մարդու երեսին թքում ես, ասում ես վաղ ավելի գունդ եմ թքելու քո երեսին, ավելի շանտեղ չեմ դնելու քեզ, բայց դու միշտ ինձ հետ լավ եղի, պարտավոր ես լավ լինել։ Թե չէ ես կգնամ Հայաստան, կասեմ արդեն ռուսները մեր հետ լավ չեն։ Սա չեղավ։ Սա մարդկային առումով չի լինում այդպես։